Բարև ձեզ։ Այսօր խոսենք գինու մարքեթինգի հոգեբանությունից Հասմիկ Մեսրոպյանի հետ։ Հասմիկ ջան, ողջույն։ Ողջույն Սուրճ ջան։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից, գինու մարքեթինգի հոգեբանությունից ու ընդհանրապես 21-րդ դարում մարքեթինգի կոնցեպտը մի քիչ փոխվել է, կարծում եմ, ինքը ոչ միայն պիտակի տես կամ դիզայն, այլ նաև հոգեբանություն է ավելի շատ։ Ինչ կասես այս թեմայով, հատկապես գինու հետ կապված։ Շատ լավ, մարքեթինգ հոգեբանությունը ինքը գիտական ուղղություն է, որը ուսումնասիրում է, թե ինչպես են մարդկանց ընկալումները, զգացմունքները եւ ենթագիտակցական ազդակները ունենում ազդեցություն նրանց գնման որոշման վրա, եւ միևնույն ժամանակ գինու հոգեբանությունը կլինեմ անկեղծ շատ ուսումնասիրված գիտություն չէ, ինքը լրիվ նոր գիտակարգ է եւ ինքը միավորում է նեյրոգիտությունը, մարքեթինգ հոգեբանությունը եւ վարքագծային հոգեբանությունը ու ցույց տալիս, թե ինչքան ազդակներ կարող են ունենալ հստակ ազդեցություն գինու ընտրման, ընկալման, հասկացման ու որոշման մեջ։ Շատ լավ, խոսենք օրինակներով, մտնում ենք օրինակ սուպերմարկետ կամ գինու մասնագիտացված խանութ բար, որտեղ հազարավոր տեսակի գինիներ կան, ինչը կարող է նպաստել այդ գինի ընտրելու որոշման մեջ, ինչը կարող է նպաստել, բացի մենակ գինու պիտակից ինչն է կարևոր։ Առաջինը բնականաբար տեսողական ընկալիչն է, երբ ուշադրություն ենք դարձնում դիզայնին, պիտակին, գույներին, կան տարբեր հետազոտություններ, ուսումնասիրություններ, որ գույները շատ կարևոր նշանակություն ունեն։ Օրինակ, ինչքան սև գույնի կամ մուգ գույների միջև է, շիշը, այնքան ավելի շքեղ, թանկարժեք, այո, տեսք է ունենում։ Այնքան ավելի կրեմագույն, սպիտակ, թեթև գույների մեջ է արված դիզայնը ավելի թեթևություն է ներշնչում ու ներդաշնակություն է ներշնչում, դրա համար գույները, պիտակի ձևը, կան շատ օրինակ գինիներ, որոնց պիտակները բավականին ճոխ են արված, առաջին հայացքից կթվա, որ դա աչքին միանգամից գրավիչ է, բայց իրականում շատ ու շատ լավ գինիներ աշխարհում ունեն ավելի հասարակ պիտակներ ու կարելի է հասարակի մեջ ստանալ շատ հետաքրքիր, դիզայն ու աչքին հաճելի։ Այս էլ եմ նկատել, հատկապես վերջերս շուկայում շատ են հայտնվել ավելի մատչելի գինիները, որոնց տեսքը շատ լյուքս տեսք է, բայց բնականաբար գինը լյուքսի գին չի ու շատ մարդկանց մոտ կարող շփոթմունք առաջացնի, մտածի եթե այս տեսքով է արդեն վստահություն կառաջացնի, կմատչելի գինի խմի, բայց առանձնապես էքստրաորդինար գինի չլինի, բայց նույն ձև հասարակ պիտակը կարող ունենա շատ լավ որակի գինի։ Հիմա կուզեմ ավելի խոսած գիտական տեսանկյունից, քանի որ ինքը նոր զարգացող գիտություն է, դու էլ ուսումնասիրում ես ու գիրքել ես, որ ցանկանում գրել։ Այո։ Խոսենք ավելի գիտական ուղղության մասին։ Շատ լավ, ես կբերեմ մի հայտնի հեղինակի, աշխատություն, Շեպարդի աշխատությունը, ով որ գրել է մինչև մեր խմելը, ընկալելը գինին, մեր ուղեղը արդեն ընկալում է այդ արոմաները, նյուանսները գինու մեջ, եւ ինչից է դա գալիս, նախ մինչև խմելը մենք ունենք հոտի ընկալիչ, տեսողական ընկալիչ, հիշողության եւ նաեւ զգացմունքային, մեր արձագանքը դեպի տվյալ գինին, ու սա շատ լավ է աշխատում նաեւ գինու համտեսների ժամանակ։ Ես բացի որ խոսում եմ գիտական տեսանկյունից, ուզում եմ նաեւ նշել, որ իմ անձնական փորձը թույլ է տալի ինձ խոսելու, որ ինչպես մենք ցանկանում ենք առաջին հերթին ներկայացնել գինին, մարդը մինչև խմելը նախ ընկալում է, որից հետո սկսում է հասկանալ այնպես ինչպես ներկայացրել ենք ի սկզբանե մենք։ Օրինակ, երբ մարդը տեղյակ չի գինուց, ես ասում եմ, գիտեք, դուք ինչ-որ համեմունքների, մրգային հետաքրքիր արոմաներ եք զգալու, ինքը ֆիքսվում է այդ բառերի վրա ու սկսում է ասել, այո, ես զգացի օրինակ բալային արոմաներ, ելակի արոմաներ եւ այլն։ Շատ լավ, իսկ այդ համտեսների դեպքում, իսկ եթե ես եմ եկել եմ համտեսի կամ ռեստորան, ուզում եմ գինի ընտրեմ, դեռ արոմաներին տեղյակ չեմ ու մենյուից պետքա ընտրություն կատարեմ։ Ինչին եմ ուշադրություն դարձնում, չէ, ենթադրում եմ, եթե ավելի բարձր, ավելի լավ գինի, կանչում եմ մասնագետին, սոմելիեին կամ եթե խանութա կավիստին ու սկսում եմ հարցեր տալ։ Ոնց ինքը կարող է ինձ դրթի, ես գնեմ ոչ թե այս գինին, այլ գնեմ այս գինին։ Ոնց կարող ինքը ինձ համոզի։
պիտակի ձևից սկսած storytelling-ով վերջացած այդ ամեն ինչը կուզեմ ավելի մանրամասն խոսանք, որովհետև հիմնականում մենք ուշադրություն ենք դարձնում սովորականով գինուշ չի հասկանում տեսքին եւ գնին։ Այո։ Տեսեք, կա էմոցիոնալ մարքեթինգ եւ կա ռացիոնալ մարքեթինգ։ Այս դեպքում հարցը վերաբերում է էմոցիոնալ մարքեթինգին, երբ որ պիտի աշխատել մարդու էմոցիաների եւ տրամադրության նաեւ ու իր մարդկային տեսակի վրա, ենթադրենք մոտենում ենք ձեզ, ուզում ենք հասկանալ նախ ձեր տեսակը, գնորդի, հոգեբանական տեսակը, ավելի էներգետիկ, ինտենսիվ, թե ավելի հանգիստ ու ներդաշնակ, շփման տարբերակ ունեք, որից հետո առաջինը գինու նկարագրությունն է։ Ինչպես եմ ես նկարագրում գինին, ինչ բառեր եմ ավելացնում։ Այս վերջերս Օքսֆորդի հետազոտություններից մեկի ժամանակ շատ հետաքրքիր բան արեցին, կարմիր գինի էր, նույն գինին էր, ու ներկայացրեցին տարբեր ձևով, լրիվ անծանոթ մարդկանց։ Նույն կարմիր գինին ներկայացրեցին թեթև, էլեգանտ երեկոյան գինի, մարդիկ ինչ որ շատ ներդաշնակ հանգիստ վիճակի մեջ հայտնվեցին, ու նույն ձևով ներկայացրեցին ռիթմիկ, ինտենսիվ, տանինային, ավելի ագրեսիվ գինի, ու այդ զգացողությունը մարդիկ միանգամից ապրեցին։ Հետևաբար բառերը, ձայները, երաժշտությունը, նկարագրությունը ամեն ազդակ ունի շատ կարևոր ազդեցություն մարդու ընկալման, հասկացողության ու որոշման վրա։ Ճիշտ են ասում, մարքեթինգը խաբեության արվեստ է, ոնց որ հասական արվեստ է։ Արդար մարքեթինգով ենք զբաղվում։ Կարող ես համոզել, ես վերջերս կարդում էի, որ շատ հայտնի գինու կրիտիկներից մեկը վերցնում է ամենաէժան գինիներից մեկը, հանրությանը ներկայացնում է, բարձր բառեր է տալիս, մարդկանց համոզում է, որ ինքը շատ լավ գինի է, ու նույնիսկ մասնագետներն են համոզվում ու սկսում այդ գինուն ավելի բարձր գնահատականներ տալ, ինչը մի քիչ համցի ծաղալու է, համ էլ մի քիչ այդքան էլ հավատալու չի, բայց փաստը մնում է փաստ, որ հեղինակային խոսքը արժեք ունեցող մարդու խոսքով մասնագետը կարող է շատ բան փոխի ապրանքի գնի եւ ընդհանրապես ապրանքի մատուցման վրա։ Հիմա ինչից կարելի է խոսալ, մեր երկու բան ասա, որտեղ քո ոլորտն է։ Ու կուզենամ մի բան ավելացնել, սենց հենց այդ խոսքի վրա հեղինակ կա Չալդինի է իր անունը, որ գրել է հենց այն ինչը ներկայացրեցիք, որ կա սոցիալական proof ասված են ապացույց, այսինքն եթե այդ գինի ներկայացնում է ինչ-որ շատ հայտնի սոմելիե, ներկայացնում է շատ հայտնի գինեգործ, այսինքն այդ հայտնիությունը օգտագործելով, վստահությունը օգտագործելով, մարդը համոզվում է, որ դա ճիշտ է։ Օրինակ, եթե նույն էժանագին գինի ներկայացնի հայտնի գինեգործ, մարդը կասի, «Վաու, ուրեմն սա շատ լավ պրոդուկտ է, ես կվերցնեմ, կգնեմ եւ այլ եւ այլ»։ Բայց եթե օրինակ ներկայացնի հասարակ ինչ-որ մի մարդ ոլորտից բացարձական տեղյակ, ես չեմ վստահի, կգնամ այնտեղ, որտեղ կա վստահություն ու կա այդ social proof ասված է, այսինքն այդ ապացուցողական կարևոր մշակույթ է։ Հասկացա, այսինքն ամեն ինչ համոզելու վրա է, նույն բրենդի ճիշտ համոզելու վրա է, բրենդի անունից սկսած storytelling-ով վերջացած։ Ես հիշեցի շատ հետաքրքիր մի օրինակ եւ իմ կոնտենտի մեջ եւս օգտագործել եմ, կա մի գինի, բրենդի անունը 19 Crimes, 19 հանցագործություն, որի գինիները բացարձակ որակ չունեն եւ ինչպես իրենց գինիները դարձրեցին շուկայում տեսանելի, վերցրեցին 19 հանցագործների պատմություն QR, օգտագործեցին, հիմա նկարում ենք այդ QR-ը, յուրաքանչյուր մարդու հանցագործություն հայտնվում է մեր առաջ, շատ հետաքրքիր պատմություններ, ոնց են ակսորվել, ինչ պատիժների են ենթարկվել եւ այլ եւ այլը։ AR ոչ թե QR-ը, կարծում եմ պիտակն է, չէ՞, անիմացիա։ AR, ներողություն, AR։ Այո, այդ օգտագործելով մարդիկ կարողանում են կարդալ այդ պատմությունը, դարձավ շատ պոպուլյար, շատ հետաքրքիր, ինչ որ մարդիկ սկսեցին առնել, նայել, կարդալ եւ այլն, ու մի բան էլ, մի քայլ էլ արեցին, այն ամենակուլմինացիոն քայլը, որ Tupac-ը рэփերին օգտագործեցին իրենց գինու պիտակների վրա եւ իր պատմություններով գինին դարձավ կրկնակ հայտնի։ Սա ցույց է տալիս, որ իհարկե որակը առաջնային է, ես որպես մասնագետ էլ որակը համարում եմ առաջնային, բայց այդ storytelling, այդ ուժեղ branding այնքան կարևոր նշանակություն ունի, որ գուցե հաղթում է շատ տեղերում։
Աստծո եթե կարողանում եմ մարդուն համոզել, ես ին վրա եմ դա զգացել, լինելով Վրաստանում, դա վրացիքել ունեն եւ շատ լավ գինիներ եւ շատ վատ գինիներ ու եղանք մի գինեգործանում, որտեղ գինին միջին մի քիչ մինուս որակի էր, բայց իր տարածքը, իր storytelling-ը, մատուցման ձևը այնքան լավն էր, որ ես մեկ շիշ գնեցի։ Հիմա եթե լիներ խանութում ես համտեսան էի, բնականաբար երբեք չէի գնի, բայց քանի որ իրա մոտ էի, այդ միջավայրը ինձ համոզեց, որ ես գնեմ այդ գինին։ Միջավայրի համար, ոչ թե գինու։ Իսկ նաև գինու ոլորտում ոնց հասկացանք շատ կարևոր է։ Անկեղծ լինեմ, շատ էին հարցերը, հա, վրացական գինեգործության մասին, մարքեթինգի մասին, ինքս էլ գնացել եմ, հա, Կախեթի ռեգիոն, ուսումնասիրել եմ այդ գինեգործական ամբողջ այդ շուկան, ես հասկացա, որ այդ հետաքրքիր կովկասյան վերաբերմունքը իրանց մեջ դրված է, կարող է իրանք չգիտեն էլ այդ մարքեթինգ հոգեբանության մասին, այդ մանրամասների մասին, բայց այնքան ջերմ, շատ հաճույքով են ներկայացնում իրենց պրոդուկտը, որ անկախ քեզանից ուզում ես դա վերցնել, գնել ու շատ հետաքրքիր էքսպերիմենտներ են անում։ Չի ասի շատ ավանդական մեթոդները այս պահին այդտեղ պոպուլյար են, բայց շատ հետաքրքիր էքսպերիմենտներ արվում են։ Դե կարծում եմ նույնը նաև Հայաստանում։ Մենք էլ կարծում եմ փոքր արտադրողները էքսպերիմենտներ ավելի շատ են անում, քան մեծերը։ Օրինակ գիտեմ, որ դու աշխատում ես ոսկեվազում, այնտեղ էլ կոնցեպտը շատ հետաքրքիր է, միքսա հայկականի, միջնադարյան, տես Disneyland-ոտ, այդպես ենք արտադրում, այդ միջավայրն է ստեղծված, դե բնականաբար գինիները շատ լավն են, դուք էլ եք օգտագործում, չէ՞, ավանդական տեխնոլոգիա, կարասներ, նաև օգտագործում եք նուրը, նռան ալկոհոլային խմիչք ստանալու, ձեր storytelling-ը ոնց է։ Նախ շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նման գինեգործարանի հետ եւ որ Հայաստանում կա նման գինեգործարան, որ միավորում է туриզմը, բարձրորակ գինիների արտադրության հետ։ Այո, գործարանը հետևում է ավանդական, հա, մեթոդներին, խաղողի սորտերին եւ ամենակարևորը օգտագործում ենք հին հայկական կարասները արտադրության մեջ, ինչը տալիս է հնարավորություն այդ storytelling-ը պատմել հայկականացված տարբերակով։ Մարդիկ շատ են սիրում իսկապես ու եւ ոսկեվազի մասին կարող եմ ասել եւ ասել, որ շատ ուրախ եմ, որ Հայաստանում գնալով զարգանում է գինեգործությունը, ավելանում են գինեգործարանները, գարաժային կլինի, փոքր կլինի, մեծ կլինի, կապ չունի։ Շատ կուզենայի, որ ապագայում մեր գինեգործությունը լիներ պոպուլյար արտաքին շուկայում եւս, շատ ավելի պոպուլյար։ Դե այստեղ մարքեթինգով զբաղվող մարդիկ կարծում եմ մեծ աշխատանք ունեն անելու, բացի գինեգործներից եւ գործարաններից պետքա դուք ներկայացնեք նաև գինու գիդերը, ինչի՞ չէ, որոնք դա մենք հայերս գնալով ավելի ենք ճանաչում գինին, բայց դրսի մարդիկ երբ որ աշխարհի գինեգործությունը գիտեն ինչ է ու գալիս են մի երկիր, որը իրենց համար նոր է գինու աշխարհում, շատ մեծ աշխատանք ունեք անելու storytelling-ից սկսած, որպես առաջին գինեգործական երկիր ունենալով Արենի Քարանձավը, այնպես որ ինչ խորհուրդ կտաս մարքեթինգով զբաղվողներին, գինու մարքեթինգով զբաղվողներին, ինչ խորհուրդ կտաս։ Եթե խոսքը վերաբերում է գինու ներկայացման ձևին, հա, ինչ խորհուրդ կտա մարքեթինգ, գինու մարքեթինգի մասնագետը, ուղակի չանել աշխատանքի համար, չկարդալ տեքստը անգիր, ուղակի մարդուն էմոցիա չպաճառել ու ինչ կլիներ, եթե սրտանց պատմեինք մեր երկրի պատմությունը, չէ որ Արարատ ունենք, Նոյ պատմություն ունենք, հենց այդ Արենի մեկ Քարանձավը, այդ ամեն ինչը այնքան հզոր զենք է ներկայացնելու աշխարհին, որ տեսեք Հայաստանը գինու բնորան է։ Եվ եթե հենց մեկը գինու գիդերը բոլորը այդ տեքստը ուղակի անգիր չասեն, այլ սրտան ներկայացնեն իրենց երկիրը, մենք շատ ավելի շատ բաների կհասնենք։ Նշենք, որ կարասի մեթոդը առաջացել է այստեղից, եկեք աշխարհի ամենահին գործարանը ձեզ ցույց տանք եւ այլն։ Այս վերջերս Արենի ֆեստին օրինակ ձայնս կտրվել էր, ինչու էր կտրվել, որովհետև ինչքան արտերկրից մարդ ես, չգիտեմ, պեղում էի այդտեղից, ես ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ պատմում էի, որովհետև ինձ համար գինեգործական աշխարհ ուղղակի աշխարհ չի, սա պատմություն է, մշակույթ է ու վերջո գինին ալկոհոլային, միայն ալկոհոլային խմիչք չէ։
Եղավ, շատ լավ, քեզ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հուսամ շուտով գիրքը պատրաստ կլինի ու կարող ենք դրանից հետո նորից հանդիպել, խոսանք գրքից արդեն ավելի առարկայական։ Ձեզ էլ շատ շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն։